Ձկան ստամոքսում, պարզ արևոտ օր էր, ես գնացի միջերկրական ծովի ափը լողալու, ջուրը տաք էր, ես հիանալի լողացող եմ և ափից շատ հեռու լողացի, հանկարծ տեսա, որ ուղիղ դեպի ինձ է գալիս մի հսկա ձուկ, բերանը լայն բաց արած, ինչ անեի, նրանից փախչել անհնարին էր, ես կուչ եկա և շտապեցի մտնել ձկան լայն բերանը, որպեսզի շուտ անցնեմ նրա սուր ատամների մոտով և միանգամից ստամոքսը մտնեմ, ամեն մարդ այդպիսի սրամիտ խորամանկություն չի կարող անել, բայց ես առհասարակ սրամիտ և, ինչպես գիտեք, հնարագետ մարդ եմ, ձկան ստամոքսը մութ էր, բայց տաք ու հարմար, ես սկսեցի զբոսնել առաջ ու ետ քայլել, բայց շուտով նկատեցի, որ դա ձկանն իսկի դուր չի գալիս, այն ժամանակ ես սկսեցի դիտմամբ ոտներս դոփել, թռչել գժի նման, պար գալ, որ ձկանը մի լավ տանջեմ, ձուկը ցավից հառաչեց և իր ահագին մռութը ջրից դուրս հանեց, ծովայինները ձկանը սպանեցին, հետո քաշեցին դրին նավի տախտակամածի վրա և սկսեցին խորհուրդ անել, թե ինչպես կտրատել այդ ահագին կենդանուն, ձկան ներսում նստած ես երկյուղից դողում էի, ինչպես էլ որ անեի, ինձ էլ ձկան հետ կտրատելու էին, այդ սարսափելի էր, բայց իմ բախտից նրանց կացիններն ինձ չկպան, հենց որ մի փոքր լույս երևաց, բարձր ձայնով սկսեցի մաքուր իտալերեն լեզվով գոչել, օ, ես իտալերեն շատ լավ գիտեմ, որ ես ուրախ եմ տեսնելու այդ բարի մարդկանց, որոնք ինձ մութ բանտից ազատեցին, ձկան փորից մարդուն ձայն լսվելով նավաստիները սարսափից սառեցին, սարսափն ավելի շատացավ, երբ ես ձկան բերանից դուրս թռա և սիրալիր ողջունեցի։